Ժողովուրդ օրաթերթը գրում է վերջին 2 օրերին ազգային ժողովում լարվածություն է եղել։ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմակերպչական անփութությունից։ Սկզբում նա բարկացել է Անդրանիկ Քոչարյանի բացակայության վրա, իսկ հաջորդ օրը ժամը 10:00-ին ազգային ժողով ժամանելով տեսել է, որ դահլիճը գրեթե դատարկ է։ ԿՊԱ-ական պատգամավորների մեծ մասը ուշացել են, ինչի պատճառով նիստը տապալվել է մոտ 10 րոպեով։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանում խայտարական կազմակերպ վիճակ է եւ բացահայտ նախատել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ վերջինս չի կարողանում ապահովել ազգային ժողովի բնականոն աշխատանքը։ Վարչապետը նույնիսկ ցուցադրաբար լքել է դահլիճը, Սիմոնյանը հետագայում ընդունել է, որ շեֆը բարկացած էր։ ԿՊ շրջանակներում նշում են, որ Փաշինյանի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական է եւ դա պատճառ է, որ Սիմոնյանը ոչ մի դեր չունի 2026 թվականի նախընտրական շտաբում։ Փաշինյանը հենվում է Արայք Հարությունյանի, Վահագն Ալեքսանյանի եւ ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանի վրա։ Սիմոնյանի թիմակիցները պնդում են, որ պատգամավորներին դահլիճ բերելու պարտականությունը ոչ թե ազգային ժողովի նախագահի, այլ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ քարտուղար Արտուր Հովհաննիսյանի պարտքն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ անխուսափելիորեն առաջանալու է քաղաքական պատասխանատվության հարց եւ ԿՊՕ-ում արդեն համոզված են, որ Ալեն Սիմոնյանը այլևս չի կարող լինել ազգային ժողովի նախագահի թեկնածու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։ Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը ներառյալ տարբեր գերատեսչություններ այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար սուպեր ծրագիր 2026 թվականի համար։ Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտի ղեկավարներ պետք է ներկայացնեն իրենց գաղափարները, թե ով ինչ մտքի թռիչք ունի, ինչ պետք է խոստանան հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել։ Նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ԿՊ նախընտրական շտաբի պետ կարգեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանին, որին ամենաշատն են վստահում թիմում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթի տեղեկություններով ԿՊ կուսակցության վարչությունում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը։ Վարչության անդամները փորձել են պարզել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, բայց նա հստակ պատասխան չի տվել։ Աղբյուրները հայտնում են, որ ազգային ժողովի падգամավոր Սիսա Գաբրելյանը իր շրջապատում ասել է, թե առաջիկայում Անդրեասյանին կփոխարինի հենց ինքը։ Սակայն Գաբրելյանը լրագրողների հարցին պատասխանել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Իշխանության ներսում դժգոհություն կա այն պատճառով, որ Անդրեասյանի մտերիմ Սրփուհի Գևորգյանը ենթարկվել է պատասխանատվության կոռուպցիոն գործողությունների համար, բայց Անդրեասյանը լինելով ամբողջ իրավիճակին տեղեկացված, կարողացել է խուսափել իրավական հետևանքներից։ Իրավունք թերթը գրում է, կաթողիկոսի դեմ արշավը ոչ միայն չի մտել սվերային փուլ, այլ այս օրերին ակտիվ գործողություններ են ընթանում, որպեսզի սկսած գործը մինչև վերջ հասցնեն։ Ասում են, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը այս ու այն կողմ գլուխ է գովում, թե բա հեսա այնպիսի փաստեր են պայթելու, որ յալվար են ընկնելու կանգնենք։ Ըստ նույն լուրերի եկեղեցու դեմ արշավը պատրաստվում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, այսօր հայտի դարձավ, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից քննչական կոմիտե ուղարկված գրությունը ընդդեմ ԻՄՆՄ-ի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի լի է ուղղագրական ու ձևակերպման կոպիտ սխալներով։ Մի էջանոց բողոքում թերթը հայտնաբերել է առնվազն 5 լուրջ սխալ, ինչը ըստ աղբյուրի ցույց է տալիս ազգային ժողովի նախագահի աշխատակազմի անփորձությունը եւ լեզվի ոչ բավարար տիրապետումը։ Նշվում է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող Սիմոնյանը պետք է օրինակ լինի լեզվական ու իրավական մշակույթի հարցում, սակայն փաստացի ներկայացրել է վատ կազմված ցածր մակարդակի գրություն։ Թերթը հարց է բարձրացնում, ավելի մտահոգիչ է հերոսաեթերի հայոյախառն լեզվով խոսելը, թե այն, որ երկրի երկրորդ պաշտոնյան նման որակի փաստաթուղթ է ուղարկում իրավապահներին։ Բացի այդ, իրավական ձևակերպումներն էլ խնդրահարույց, սակայն դրանք կքննարկվեն դատարանում։ Թերթը նշում է նաև, որ Սիմոնյանն իրավապահների հետ ջերմ հարաբերություններ ունի միայն Արտուր Պողոսյանի հետ։ Այդ պատճառով էլ հաղորդումը ներկայացրել են նրա անունով, ոչ թե գլխավոր դատախազի։ Իրավունք թերթը գրում է, կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում, ոչ միայն ընդդիմադիր դաշտից, այլ իշխանական։ Աղբյուրի փոխանցմամբ իրավապահների դիտակետում են հայտվել 2 մարզպետ եւ 1 նախարար, թե ովքեր են աղբյուրը չշտապեց բացահայտել, նշելով,
որ լուրը շատ շուտ իրականություն կդառնա։